վայրելու համար, ինչ-որ գործ անելու համար, կա աստված այդ բոլոր նպատակները, որ մենք դնում ենք այս անելուց, իրականություն դառնան, այ երբ որ իրականություն կդառնան, մենք կկարողանանք լիաթոք վայելել։ Բայց հələ մինչև վայելելուն հասնելը շատ գործ կա, համարեք այդ միասին հələ որ կենտրոնանանք գործի վրա։ Անահիտ ու ես կբացենք, Անահիտը մեր հյուրասիրել կառավարիչն է, հիմա մենք կբացենք, կմտնենք ներս, այնտեղ մի քիչ ավելի մանրամասն կխոսանք նրա մասին ինչա մեզ սպասում, ու նաև Անահիտը մեր համար հյուրասիրություն պատրաստել, դա։ Եկեք այդ Մտիկյան, մտիկ։ Ժորժ ջան, համեցի։ Essa galinha. Երբ ուզում եք մոտեցեք, որ արդեն մանրամասն բաժանենք իրար աշխատանքներ պայմանագրական իրականացնենք։ Ես շուքի դիշ։ Դեմի ես Գյումրիում շատ կարևոր ընտրություններ են հասնելու։ Բացառիկ մրցակցային ընտրությունները 9 տարբեր թիմեր մրցակցում են Գյումրի հավաքային հավաքանում ընտրվելու համար, որում տեխնացուների շատերը բավական արժանավոր մարդիկ են, հարգարժան մարդիկ են, եւ շատ կարեւոր է, որ իրանց մեջ մրցակցությունը բացարձակ արդար լինի։ Հիմա ձեզ այն յուրաքանչյուրը կարող է ինչ-որ մեկին աջակցի, եւ դա ձեր գործն է։ Ամեն մեկը կարող ձեր նախապատվություններ ունենալ։ Մեր գործն է բոլորինս միասին։ Այդ ձայները պաշտպանան։ Եկեք առաջ, եկեք Մեր բոլորի գործն է միասին այդ ձայները պաշտպանել։ Եվ այդ ձայները պաշտպանել այն պարզ նպատակով, որ առաջին է Գյումրի քաղաքը արժանի է ունենալ այն իշխանությունը, որին ընտրել է իր ժողովուրդը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես արժանի է ունենալ այն իշխանությունը, որին ընտրում է իր ժողովուրդը։ Մենք բոլորս պետք է սովորենք նրան, որ մեր երկրում իշխանությունը ձևավորում ենք մենք ինքներս։ Ոչ թե սպասում ենք, թե ռուսները ում դաբրո կտան կամ ամերիկացիք ում դաբրո կտան, կամ էլ ավելի վատ թուրքերը ում դաբրո կտան։ Այդ դաբրոն ամեն մեկը թող մեր մասած դնի իր տունը իր գրադարակի մեջ։ Իսկ մենք պետք է ընտրենք մեր իշխանությունը ու այդ ձայները պահենք։ Որպեսզի դա անենք, մենք պետք է իրար հետ համատեղ աշխատենք։ Մենք պետք է ոչ միայն համատեղ աշխատենք։ Այդ օրը, որ գալիս է քվեարկության օրը, դες այնցով է մինչև հիմա մասնակցել ընտրությունների վերահսկողություն։ Հիմա ով որ մասնակցել է, գիտեք ինչքան լարված նյարդային օր է այդ օրը։ Ամեն վայրկյան, ամեն պահ միշտ կա մեր հասարակության մեջ մի հատ հատված մարդկանց, որ այդ օրը փորձում է տարբեր զարտուղի ճանապարհներով ընտրության արդյունքների վրա ազդել։ Երկրորդ անգամ գա քվեարկի, մարդկանց ականջին ինչ-որ բան քշպեչա, փողոցում կանգնի կողքով ասնող դարձողին ասի, քուրջան գիտես չէ, ում պետք է քվեարկես բանս։ Թե չէ մենք չգիտենք, ինքը մեզ պետք է ասելի բան։ Այդ ամեն ինչի դեմը պետք է բնականաբար առնել, որպեսզի մարդիկ կարողանան իրանց ազատ կամքով, իրանց հայացողությամբ, իրանց ազատ գիտակցությամբ ընտրեն ում որ պետք է։ Եվ դա լինելու մեր աշխատանքը առաջիկա 2 շաբաթների ընթացքում է մի քիչ լավ էլ, որովհետև նաև քվեարկությունով չի վերջանում ընտրությունները վերջանում են այն օրը, երբ որ պաշտոնապես արդյունքները ճանաչվում են։ Դրա համար պետք է քվեարկությունից հետո մնալ մինչև արձանագրությունն են կազմում դրանից 2 օր հետո ինչպես գիտեք վերահաշվարկներ լինելու, իսկ ես տարածորեն համոզված եմ, որ 2 օր հետո համարյա ամենտեղ ըստ վերահաշվարկ անել, բոլորը գալու են ասել են անարդարել, լինել է վերահաշվարկներ եւ մենք այդ վերահաշվարկներին պետք է մասնակցենք, ուստի մեծ աշխատանք է մեզ սպասում, գիտեք ես ձեզ ասեմ, որ նաև Հայաստանի ուրիշ շրջաններից, մասնապես Երևանից, բայց ոչ միայն կգա դիտորդական թիմեր, որպեսզի ձեզ աջակցեն, որպեսզի դուք զգաք, որ մի հատ ավելի մեծ հայրաքվեի թիմի մաս եք կազմում, որի խնդիրն է լինելու այդ օրը գյումրեցիների ձայնը պաշտպանել։ Այդքանով ես ավարտեմ իմ խոսքը, մենք հələ իսկապես այս 2 շաբաթով մեծ աշխատանք ունենանք անելու, մենք պետք է հասկանանք օրինակ, ինչ է կատարվում ընտրատեղամասերում, մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում ընտրացուցակների հետ։ Անհայտ արդեն սկսել է կատարել այդ աշխատանքը, որովհետև մի քանի հազար մարդով ավելացել են ծառայողների թիվը։
Մենք պետք է հստակ տեղապաշտում անենք եւ այլն։ Դա համար այս վերջի հանդիպումը չի, կլինեն էլի աշխատանքային հանդիպումներ, որոնց արդյունքում ձեզանից յուրաքանչյուր ով այդ ցանկությունը ունի համապատասխան ընդդատեղամասին կգծագրվի, հստակ կբացատրվի ինչ աշխատանք է պետք անել, դուք ինչ ռեսուրսներ եք ստանալու այդ օրը, ինչ աջակցություն ա ձեզ լինելու, որ ձեզանից ոչ մեկ մենակ չի մնալու։ Յուրաքանչյուրդ ունենալու եք տարաբնույթ աջակցություն, դա կլինի լրատվական, դա կլինի իրավական, դա կլինի կազմակերպչական եւ այլն լոգիստիկ այդ ամեն ինչը արվել է։ Իսկ հիմա ես դրանով սահմանափակեմ